անշարմազան եւ տեղյակ չի, որ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր սկսել։ Հիշում եք, Սփյուռքի գաղթօջախներ էր այցելում, ասում էին նախագահ մի ժխտիր, թե մի մոռացիր, այդպես լոզունգ կար, չէ՞։ Վահան Հովհաննիսյանն էլ էր այստեղ խոսում դրա մասին, որ Սերժ Սարգսյանը դրանով ուրանում է ցեղասպանություն։ Դե հիմա թող իրանք իրար մեջ թող պարզեն ով է ուրանում, ով ոչ։ Համենայնպես Սերժ Սարգսյանը երբեք դա խոչընդոտ չի համարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս իշխանություններին, որքանով ես լսել եմ, Փաշինյանը ասաց, ես չեմ հերքում, ես չեմ կարող դա հերքել, դա քրեականացված է նույնիսկ, եւ ասաց, որ ես որ ասում եմ ցեղասպանություն, ուրեմն ցեղասպանություն բառն եմ օգտագործում այդ եզրույթը։ Այլ հարց է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար կրկնում ենք, դա խոչընդոտ չի, որը ասել է եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը։ Հիմա շատ պրիմիտիվ է, նորից եմ ուզում կրկնել, իրենց քարոզչությունը պրիմիտիվ է, բայց հակաքարոզչությունը պիտի լինի օբյեկտիվ եւ թիրախավորված, ոչ թե մենք իրենց պես գորանք չէ կապիտուլյանտը դուք եք, դավաճանը դուք եք, այսպես կետերով Ռուսաստանի դերը ցեղասպանության մեջ, Դաշնակցության դերը ցեղասպանության մեջ, նախնի ղեկավարների դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, եթե այս երեք կետը բացվեն, իրենց քարոզչությունը եւ գոռում գոչունները իրենց հակառակ էֆեկտն են ունենալու։